президентских выборов 2008 года мы собрались в Москве и с участием бывшего президента Российской Федерации Дмитрия Анатольевича Медведева вели переговоры и подписали единственный документ, который вообще в течение вот этого 25 лет было подписано между руководителями Армении и Азербайджана. Мы встречались в Майдосе. В течение 25 лет ու հիմա արդեն 30 քանի արդեն տարի է։ Այդ փաստաթղթերը վավերացվել են, որի վերաբերել նաև քորնը ասեց, դրան առանցին մի հատ էլ կանդրադառնա։ Այսինքն փաստաթուղթը դոկումենտ տեղեկանք չէ, հարգելիներս, տուալետի թուղթ չի, ենթադրություն չի, փաստաթուղթ է ստորագրվել, դոկումենտ, լսում եք արա, հիմա, սա էլ ներկայացնեմ, թե ինչ դոկումենտ ա ու կխոսանք։ Подписали документ, согласно которому проблема Нагорного Карабаха должна решаться только политическим путем. После этого переговорный процесс продолжался. И мы несколько раз были уже близки к подписанию документа, где все эти три принципа четко были отражены. То есть, что армянская сторона, армянские стороны, то есть Нагорный Карабах и Армения, значит, оставляют те территории, которые сейчас заняты как зона безопасности. То есть те территории, о которых азербайджанцы говорят, что они оккупированы. 7 азербайджанских районов. Мы оставляем эти территории, уходим. То есть это принцип территориальной целостности. Լսում եք արա, լսում եք արա, ես խերժոն ասում է 25, հետո ստեղ մի հատ աֆյորա ինք արեց, ասեց դոկումենտը ստորագրվել է, հետո ֆռած ասեց պտի ստորագրեին, ես այստեղը մի հատ էլ դնեմ դուք լսեք, հետո Սյամո Բաբայանին կանցնեմ, հմայակ եմ պիդարաստիներ կեսա կանդրադառնամ ու հատ հեսա սրանց տիրու մամաները կանիցենք, հեսա մի րոպե, Один момент. Миропе. Президента Российской Федерации Дмитрия Анатольевича Медведева вели переговоры и подписали единственный документ, который вообще в течение вот этого 25 лет было подписано между руководителями Армении и Азербайджана. Мы встречались в Майдосе. Լսում ես, в течение 25 лет բոլոր ղեկավարների կողմից ստորագրվել են։ Ստորագրվել են։ Այդ փաստաթուղթը ստորագրել դոկումենտ, ստորագրել են։ Ոչ թե նոր պիտի ստորագրեն։ Ստորագրված է այդ փաստաթուղթը։ Եվ վերջինը 2018 թվականին Փաշօղլին Բրյուսելում վավերացրեց նույն փաստաթուղթը։ Լսում եք արա։ Բացի դա, Փաշօղլին արեց են, որով վավերացրեց Հայաստան պետության չլինելու փաստը, որ Հայաստանը որպես ագրեսոր, լինելով բանակցային կողմ ագրեսոր, որը բռնազավթել է Ադրբեջանի տարածքները, եւ Հայաստանը պարտավորություն է ստանձնում որպես պատժամիջոցներ Ադրբեջանին տալ 20,000 քառակուսի կիլոմետր միջանցք, որի վերաբերյալ Արմեն Ռոստոմյան կոչված են բոզի տղեն, Են թուրքի շինված դաշտանը, լսում եք, որ այսօրվա վրա այդ պիդրները, այդ իբրթեի դաշտանական կուսակցությունը, այս գյոթերը, լսում եք, տվել են ամբողջ Զանգեզուրը, այդ թվում նաև Արարատը իր ամբողջ տարածքով։ Հայաստանը մնացել է իբրթե 8000 քառակուսի կիլոմետրով,